Ինչ որ մեկը բերանս այդ փակում որ չգոռամ, բայց այդ տարածքում ինձ թվում է, եթե անգամ ես կարողանայի ձայն անել, հազիվ թե ինչ որ մեկը լսեր, որովհետև կենթանի շունչ մոտակա մի քանի 100 մետր շարժողով կարծում եմ չկար։ Քարս տալով տան ինձ թվաց հիմա տես հարվածելու են ուղակի, ինչ որ հայհոյելու են ու բաց թողնեն։ Այնինչ չէ, փաստորեն իրենց խեղված ֆանտազիաները ավելի հեռուն էին գնացել։ Պաշտոնի բարձրացում ունեն, շարունակում են աշխատել, քաղաքական որոշումը, այս գործը քաղաքական գործ է։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան քաղաք ակտիվիստ Սամվել Վարդանյանին։ Ողջույն։ Ողջույն Լիլիթ ջան։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալ։ Այս օրերին Հայաստանում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ ինձ համար շատ կարեւոր էր տաղավարում հյուրընկալել ձեզ, համարում եմ այն շատ խորհրդանշական այս օրերի համատեքստում, երբ եվրոպական առաջատար երկրների պաշտոնյաներ, առաջատար դեմքեր Հայաստանում են, քաղաքական գիծն են աջակցում Նիկոլ Փաշինյանին։ Ձեր օրինակը, ձեզ հետ կատարվածը վառ օրինակն է, թե Հայաստանում իրական ժողովրդավարությունը ինչ տեսք ունի։ Սամվել, երկրորդ տարին լրացավ ձեզ հետ տեղի ունեցածի, ես հիշեցնեմ մեծ դիտողներին ինչ էր տեղի ունեցել, փաստորեն դուք ձերբակալվածների վայր տեղափոխվելու ճանապարհին ոստիկանների հսկողության ներքո ենթարկվեցիք խոշտանգման։ Ես կխնդրեմ պատմել դեպքի մասին, իհարկե հասկանալի է շրջանցելով այն մանրամասները, որոնք կարող են վնասել գործին եւ ձեզ։ Խոշտանգման մասով գործը տեղում դոփում է, ոչ մի փոփոխություն, ոչ մի նորություն, բացառությամբ այն նորության, որ իմ խոշտանգման իմ գնահատմամբ համահանցակից ոստիկանները, ովքեր ինձ մեքենայում մենակ թողեցին, պաշտոնի բարձրացում ունեն, շարունակում են աշխատել, այսինքն չեն պատժվել, բնականաբար ես հույս չունեմ, որ այս իշխանության օրոք պատժվելու են։ Դուք ձեր խոսքում ասացիք նաև, որ խորհրդանշական է ինձ այսօր հյուրընկալել, ինձ թվում է ցավոք ու ցավով բոլորս, բոլոր գիտակից մարդիկ ցավով պետք է արձանագրեն, այո, որ այսօր եվրոպական մի շարք երկրների դիվանագետներ, պաշտոնյաներ գտնվում են Հայաստանում, իսկ իրենք ամբողջ աշխարհում ընկալվում են, այսինքն արևմուտքը, Եվրոպան, Ամերիկան, իրենք ընկալվում են որպես ժողովրդավարության ջահակիրներ, այդպես ժողովրդավարության բաստիոններ, ճիշտ է, այդ բառն էլ արդեն շատ չարժեքվել ու արժեզրկվել է բավականին, բայց փաստացի համարվում են ժողովրդավարության բաստիոններ եվրոպական երկրները եւ Ամերիկան, այսինքն հավաքական արևմուտքը, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով շահերից ելնելով այսօր այս քաղաքական գիծն են աջակցում Փաշինյանի։ Իմիջիայլոց ընդամենը րոպեներ առաջ ես կարդացի, ինչու զրույցին ասել է, որ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը իր ելույթում ասել է նաև, շատ մոտավոր կասեմ, բառացի չեմ հիշում, չսխալվելու համար, շեշտեմ, որ մոտավոր եմ ասում, որ առաջարկը սեղանին դրված է, ինչ որ եվրոպական ուղու, գալիք ընտրություններում հայաստանցին իր խոսքը պիտի ասի այդ մասով, այսինքն դեպի Եվրոպա են ուզում, թե չէ։ Մի կողմ թողնենք, որ սա իմ կարծիքով բավական ինչ որ մանիպուլյատիվ, խոսք է, փաստացի աջակցություն է սա իշխանություններին, փաստացի մեր ներքին գործերին խառնվելը, ինչու սուվերեն երկրի, բայց չգիտես ինչի, սրա վրա աչք են փակելու վստահաբար բոլոր այն մարդիկ, ովքեր առավոտից երեկո իրենց կոտորում են հիբրիդային պատերազմների եւ իբրև թե հյուսիսից, այն թե Ռուսաստանից եկող վտանգների մասին խոսելով։ Իմիջիայլոց այսօր առավոտյան ես մասնակցում էի ակցիայի, այնտեղ Մարզանավեր գերմանների մոտ կազմակերպված ակցիա էր, որում խոսողները, ովքեր բարձրախոսներով խոսում էին, խոսեցին այն մասին, որ սա հենց ուղղակի միջամտություն է մեր քաղաքական ներքաղաքական գործերին, այս օրերին այստեղ գտնվելը, ընկալվելու է թե ներքին լսարանի համար, թե արտաքին լսարանի համար, որպես աջակցություն։ Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյանին, իսկ վերադառնալով միջադեպին, այո, 2 տարի առաջ արդեն 3-րդ տարվա մեջ մտանք, ապրիլի 15-ին ես բերման ենթարկվեցի, ձերբակալվեցի, ընդամենը որպես քաղաքացի իմ
կարծիքով իմ ազատ խոսքը իրացնել, փորձելու համար։ Իսկ ես ընդամենը հանդիպելով իշխանական ներկայացուցչի ավտոբուսում հանրային պարծանքի էի ենթարկել, այո, գուցե կոշտ բառեր էի օգտագործել, գուցե այո, ինչ որ վիրավորանք էր եղել դրա մեջ, բայց ես պահպանել էի համակեցության կանոնները, ոչ մի հայհոյանք չէր եղել, ոչ մի ֆիզիկական ներգործություն չէր եղել, ոչինչ չէր եղել, այդ թե ինչ եղավ հետոն արդեն գիտենք բոլորս, ինձ բերման ենթարկեցին այդ ժանրի կանոնների համաձայն, տանից դիմակավորված այդ ժամանակ դիմակավորված չէին մի քանի ոստիկաններ օպերատորով, նկարահանումով եւ այլն։ Հետո տարան մի քանի ժամ կենտրոնի բաժնում պահելուց հետո տեղափոխեցին քննչական։ Այդ քննչականից հետո արդեն սկսվեց այդ հոլիվուդյան սցենարով խոշտանգումը, երբ մենք դուրս եկանք, դեռ գտնվելով այդ քննչականից դուրս գալու ճանապարհին, որը փակ տարածք է, որտեղ սովորական քաղաքացիներ, ասել թե մահկանացուներ չեն կարող մտնել, շատ մութ վայրում կանգնեցին մեքենան ու իջան այդ երկու ոստիկանները միաժամանակ բնական կարիքները հոգալու։ Ես որպես adekvat մարդ, որպես գիտակից մարդ, հասկացա, որ դա առնվազն նորմալ չի։ Իջան երկուսով եւ գնացին դեպի ձախ կողմ։ Երբ գլուխս նոր շրջել էի, որ տեսնեի թե ուր են գնում այդ սև մթության մեջ, այդ երկու հոգին ինձ մենակ թողնելով, բացվեց մեքենայի աջ կողմի դուռը ու փորձեց մի հոգի ինձ քաշել հայհոյախառն արտահայտություններ անելով։ Այնուհետև միացավ երկրորդը, հետո տեսա երրորդը կա, իսկ ես այդ ամբողջ ընթացքում ձեռնաշղթայված, ինքն էլ ոչ թե ձեռնաշղթայված արջևի մասում, այլ ձեռքերս մեջքի հատվածում էր։ Ու քաշեցին, քարշ տալով գետնից, ես դեռ այդ ամբողջ մասշտաբը չէի պատկերացնում էլի, ու այդ սցենարը, ու այդ չգիտեմ ում խեղված ֆանտազիան էր դա։ Քարշ տվեցին, քարշ տալով տան, ինձ թվաց հիմա տենց հարվածելու են ուղղակի, ինչ որ հայհոյելու են ու բաց թողնեն։ Այնինչ չէ, փաստորեն իրենց խեղված ֆանտազիաները ավելի հեռուն էին գնացել։ 3 հոգով քարշ տվեցին, ինչ որ խոտածածկ տարածքում, իմջալից 2 օր հետո երբ գնացել ենք այդ նույն հատվածը, այդ խոտերը, որտեղ ինձ ծնկի էին իջեցրել, իսկ այնտեղ բավականին մոլախոտ էր բարձր, հենց նույն դիրքով այդ մարդը ոնց ծնկի իջնի, այսինքն հարթվել էր այդ հատվածը, հա, այդ բարձր խոտերի վրա, եթե ինչ-որ մեկը ծնկի իջնի ու ասենք 2-3 րոպե այդպես մնա, կընդունի այդ ձևը, չէ, խմորի պես։ Այդ նույն ձև այդ խոտը մնացել էր, երբ մենք գնացինք 2 օր հետո, այդ նույն ձև մնացել էր։ Ու սկսեցին հայհոյել, քաշքշել, ինչ որ թեթև հարվածներ, շեշտում եմ թեթև հարվածները շատ ուժեղ չէին, չգիտեմ ինչ նպատակ էին հետապնդում, ենթադրում եմ, այնուամենայնիվ հետքերը մնացել էին, ինչ որ մեկը բերանս էր փակում, որ չգոռամ, բայց այդ տարածքում ինձ թվում է, եթե անգամ ես կարողանայի ձայն անել, հազիվ թե ինչ որ մեկը լսեր, որովհետև կենդանի շունչ մոտակա մի քանի 100 մետր շարողով կարծում եմ չկար, բացառությամբ տարածքի պահակը երևի։ Ու հայհոյեցին, թքեցին, ինչ որ չգիտեմ, ինչ որ մեկը մյուսին հանգավորեց շալվարս իջեցնել, ինձ թվում է դուք պատկերացնում եք, չէ՞, թե ես ինչ շոկային վիճակում կարող եմ լինել ու իմ մտքով ինչեր կարող են անցնել այդ ժամանակ։ Այսինքն դու ինչ որ ֆիլմերում ես տեսնում ինչ որ բաներ, լսում ես ինչ որ պատմություններ, բայց որ կարող է քո հետ լինի, քո երկրում, քո երկրի մայրաքաղաքում, չգիտեմ։ Դու այդ պահին պետության պահպանության ներքո ես եղել։ Պետության պահպանության ներքո եմ եղել։ Այո, ես արդեն չէի հասկանում ինչա կատարվում, ինձ թվում էր ընդհանուր մինչև սպանել, եթե այսքան եկել հասել են սրան ու սա են անում, գուցե նաև ինչ որ սպանեն ու տանեն միտեղ գցեն, հետո ինչ որ մի բան որակավորեն, չգիտեմ, ընդհանուր մինչև փախուստի փորձ եւ այլն եւ այլն։ Մի 3 րոպե այդ ամեն ինչը տևեց, հետո խոտերի մեջից հետ հանեցին, գցեցին գետնի վրա։ Գետնի վրա արդեն նորից շարունակում էր հայհոյախառն ինչ որ արտահայտություններ։ Զգացի, որ սկսեցին թքել ինձ վրա։ Մեզ պատկերացրեք, ես մարդ, ով ձեռնաշղթայված, ոչ մի բան չեմ կարողանում հաստատի անել, 3-4 տղամարդ, ինչ որ հայհոյանքներ են տալիս, թքում են ինչ որ, ու ես վստահ եմ, չեմ տեսել, բայց վստահ եմ, որ ինչ որ մեկը նաև տեսանկարահանել է այդ ամենը։ Այսինքն ես չեմ էլ բացառում, որ ինչ որ պահի միգուցե, չգիտեմ, ինչ դասավորությունների արդյունքում գուցե նաև տեսնենք նման մի բան։
Հետո վերցրեցին, ուղղակի տարան հետ գցեցին մեքենայի մեջ։ Կարծեք ոչինչ չի եղել։ Այո, ոչինչ չէր եղել։ Ես դեռ փորձում էի մարսել այդ կատարված 3 րոպեն, ու գցեցին ուղղակի մեքենայի մեջ։ Երբ գցեցին մեքենայի մեջ, ես այդ շոկային վիճակում քերծվածքներով, բաներով ու հևում էի, ծանր հևում էի, որտեղ ամբողջ ընթացքում փորձել էի ընդդիմանալ։ Ու մի քանի վայրկյան հետո եկան այդ երկու ոստիկանները, ովքեր ինձ թողել էին մեքենայում, կարծես ոչինչ չէր եղել։ Ու նստեցին, ու ինչ որ մեկը պտտվեց ինձ նայեց, բա ինչ ա եղել, ասելով, նոր լավ էիր։ Կարծես տեղյակ չեն իրանք ինչ ա եղել։ Ու սկսեցին քշել։ Հետո ճանապարհին ինչ որ հատվածում, իսկ ես այդ ամբողջ ընթացքում հևում էի, կանգնեցրին մեքենան, որովհետև երկուսն էլ դիմացն էին նստած, ես միայնակի հետևը։ Ինչ որ մեկը տեղափոխվեց հետևը նստեց, չգիտեմ ինչ մտածելով։ Հետո իրար մեջ խոսում էին, որ կարող է շտապօգնություն կանչենք եւ այլն։ Մենք արդեն հասանք ԶՊՎ, ու եկել էր շտապօգնության մեքենա։ ԶՊՎ-ում արդեն եկել էր շտապօգնության մեքենա, այսինքն արդեն պատրաստված էին, որ եթե հանկարծ ինչ-որ բան, շտապօգնության մեքենայի բժիշկը տենց շատ խիստ արարողակարգային կարծում եմ, ինչ-որ տենց հարցեր էր տալիս, ոնց եք զգում, ինչ բան է, արդեն քերծվածքներ բաներ կար, հարցնում էր թե էս ինչ ա, ինչ որ մի երկու քերծվածքի հետ կապված, ես բնականաբար ոչինչ չասեցի, որովհետև վստահություն չունեի իրենց հետ կապված։ Գիշերը լուսացրի, առավոտյան ինձ այցելեցին падգամավորներ, լուսահոգի Մհերը Սահակյան, Հայաստան Դաշինքից ու Արման Ղազարյան, իրենց արդեն ասեցի, որովհետև իրենք այն մարդիկ էին, ում վստահում էի։ Ու արդեն դրանից հետո գիտեմ։ Բարձրաձայնվեց, հանրայնացվեց։ Իդեպ, երբ այս մանրամասները ներկայացրիք, ակնհայտ է, որ հետքեր այնուամենայնիվ իրենք չեն կարողացել վերացնել։ Փաստերը եղել են ձեր տաբատը, քերծվածքները, նաև խոտի մասին ասացիք, մինչդեռ օրեր առաջ, երբ գլխավոր դատախազին հարց ուղղեցին, ինչու չկա գնահատական եւ ինչու չկան պատժվածներ, ասաց, որ եւս երկու փորձաքննություն պիտի լինի, որպեսզի գնահատական հնչեցվի։ Այսինքն 2 տարին փաստորեն բավարար չէր փորձաքննություններ անելու համար։ Երկու ոստիկանների պարագայում ձեր փաստաբանն է հատկապես ընդգծել այդ հարցը, որ գոնե անփութության համար փաստորեն գործ չի հարուցվել։ Քաղաքական Տեսեք, որոշում է սա փաստորեն։ տեսեք, գլխավոր դատախազը առաջին անգամ չի եւ առաջին դեպքը չի, որ այս գործի շրջանակում սուտ ինֆորմացիա տրամադրում կամ առնվազն չի տիրապետում։ Անցած տարի նորից այս օրերն էր, նորից գլխավոր դատախազը ազգային ժողովում էր, նորից հետաքրքրվեցին падգամավորներից այս գործի հետ կապված, կարծեմ նորից Թագուհի Թովմասյանն էր հետաքրքրվողը։ Գլխավոր դատախազը ինֆորմացիա էր տրամադրել, որի ոչ ճիշտ լինելը մեղմ ասած, մերկացրել էր Ռուբեն Մելիքյանը, իրավապաշտպան փաստաբան, ով նաև իմ գործի շրջանակում ինձ օգնություն է տրամադրել անշահախնդիր։ Ռուբեն Մելիքյանը առանձին հրապարակումով անդրադարձել էր այդ օրը եւ մերկացրել էր գլխավոր դատախազի սուտը։ Սա, այո, ես գտնում եմ, ու միայն ես չէ, որ սա քաղաքական որոշում է, այս գործը քաղաքական գործ է եւ բնականաբար տարիներով պիտի քնեցնեն, ենթադրում եմ, ու հետո կամ, չգիտեմ, կարճվի կամ այլ ինչ որ զարգացումներ ունենան։ Դուք վերջերս 30 րոպեանոց ակցիա, սիմվոլիկ ակցիաներ եք իրականացրել դատախազության առջև, ԱՄՆ դեսպանատան առջև, քննչական կոմիտեի առջև եւ քննչական կոմիտեի առջև ձեր բարձած պաստառի գրությունը ես կմեջբերեմ մոտավորապես, որ քննչական կոմիտեն մի վայր է, որտեղ եթե քաղաքացին հոգեբանորեն ամուր չէ եւ կամքը ամուր չէ, դուրս կարող է գալ հավերժ խեղված ճակատագրով։ Ձեր օրինակը նաև շատ կարևոր էր բարձրաձայնելու տեսանկյունից։ Որոշումը ինչպես կայացրիք, որ կատարվածի մասին որևէ դեպքում չի կարելի լռել։ Իրականում ինքս մտքեր ունեցել եմ բարձրաձայնել, չբարձրաձայնելու։ Ինչ նման պահ եղել է, այո, որովհետև հաշվի առնելով թե ինչ հասարակությունում ենք ապրում, ու նման միջադեպերի մասով որոշ դետալային մանրամասներ հանրայնացվելուց որքանով շահի ճակերտների մեջ, հա, կամ կտուժի զոհը, այսպես ասած, մի քիչ հակասական է, հա, մեղմ ասած, բայց ամեն դեպքում որոշեցի բարձրաձայնել, նաև այս հարցում մեծապես կարելի ասել օգնեց ու իր հորդորին եմ հետևել Ռուբեն Մելիքյան։ Ես դեռ մտքեր ունեի, դեռ կասկածներ ունեի, որովհետև
տեսեք, խոշտանգումը եղել է, դրանից հետո անցել է մի գիշեր, մի քանի ժամ։ Ես ոչ մեկի հետ չեմ շփվել, ես չգիտեմ ինչա կատարվել դրսում, ես չգիտեմ ինչա կատարվելու դրսում, ինչ են պլանավորել, արդյոք սրա վրա կանգ են առնելու, թե ինչ որ այլ բաներ գուցե ընդհանուր մինչև ընտանիքիս անդամների անվտանգության հետ կապված մտքեր ունեմ, բայց պարոն Մելիքյանը ասաց, որ բարձրաձայնել ամեն դեպքում պետք է։ Ու բարձրաձայնեցինք։ Ես կարծում եմ, խորապես համոզված եմ, որ սա մեսիջեր է առաջին հերթին ինձ, որովհետև Վրեժխնդրություն։ այո, ինչ որտեղ իմ ակտիվությունը արդեն սկսել էր մեղմ ասած դուր չգալ իշխանականներին, որովհետև ես փողոցում որ տեսնում էի իշխանության ներկայացուցիչների, իմ ասելիքը ասում վերբալ մակարդակում, ընդ որում շեշտեմ, երբեք ինչ որ հարվածներ, թքել եւ այլն չի եղել իմ կողմից, վերբալ մակարդակում այո տվել եմ իմ քաղաքական գնահատական իրենց գործունեությանը, իմ քաղաքացիական դիրքորոշումն եմ արտահայտել այդ մասով, բայց կարծես սա արդեն սկսել էր իրենց դուր չգալ։ Ու առաջին հերթին սա մեսիջ էր ինձ, կարծում եմ, ես նաև կարծում եմ, որ գուցե իրենք հաշվարկել էին, որ ես պետք է ամաչեմ ու չբարձրաձայնեմ այս մասին։ Իսկ դա հավանական տարբերակ է, որ գուցե ուղղակի արդեն սկսեմ ճակերտների մեջ խելոք մնալ, ինչ որ գործը տենց ինչ որ ընթացք գնա, հետո կարծվի կամ չգիտեմ ինչ որ այլ ելքեր ունենա, բայց կարծում եմ ամեն դեպքում ինչ որ բան այն չգնաց այս պատմության մեջ։ Բայց ցանկացած դեպքում, եթե իրենք նախատեսել են, որ ես պիտի ամաչեմ, լռեմ, դա չստացվեց, իսկ այլ տարբերակ, որ ուղղակի գուցե նաև այո, պլանավորել էին, որ պիտի բարձրաձայնեմ ու սա մեսիջը լինի ամբողջ ընդդիմությանը, ինչը կարծում եմ ու ուզում եմ հուսալ, որ ամեն դեպքում այդպես չեղավ։ Ճիշտ է, գուցե քչերը այն պայքարի գիծը կվերցնեն, հա, ու այն գործողությունները կանեն, որը ես եմ անում, նույն ձեր նշած միանձնյա ակցիաները, որովհետև շատերը համաչում են ուղղակի մենակ, հա, լինելուց կամ բայց ամեն դեպքում կարծում եմ չպիտի թույլ տանք, որ հաջողության հասնեն իշխանությունները այս իրենց գործելավոճում։ Սամվել, կարծում եմ պետք է ընդգծել, որ դուք որևէ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ չեք եղել, դուք ունեցել եք եւ ունեք ընդդիմադիր հայացքներ, բայց որևէ կուսակցության, որևէ ուժի ներկայացուցիչ չեք։ Եվ այս իմաստով ձեր օրինակը այո վտանգավոր է եղել իշխանության համար, որովհետեւ քաղաքացին, որը ունի ուղակի քաղաքացիական բարձր գիտակցություն, որևէ ուժի չի պատկանում, քաղաքական մոտիվացիա չունի, վտանգավոր է իշխանության համար, որովհետև դուք կարող եք օրինակ լինել, վարակիչ լինի ձեր օրինակը եւ իրականում ցույց տաք, թե ինչպիսին պիտի լինի քաղաքասարակության ներկայացուցիչը, հա, իրական քաղաքասարակության ներկայացուցիչը։ Այս իմաստով կարծեք թե հանձին ձեզ փորձել են թիրախավորել բոլոր այն երիտասարդներին, այն մարդկանց, որոնք երբևէ կհանդգնեն քաղաքական գնահատականներ հնչեցնել չպատկանելով որևէ քաղաքական ուժի, չունենալով որևէ քաղաքական մոտիվացիաներ։ Տեսեք, այո, ճիշտ շեշտադրում եք անում, ես որևէ քաղաքական թիմից չեմ, քաղաքական որևէ կուսակցությունից չեմ եղել, եւ մոտ ապագայում առնոզն չեմ պատրաստվում լինել։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ով անչափ սիրում է իր հայրենիքը, ով ունենալով հնարավորություն ապրել եւ աշխատել դրսում, դա չի արել եւ չի պատրաստվում անել։ Ես ուզում եմ ապրել Հայաստանում, մնալ, պայքարել իմ հայրենիքի համար այստեղ։ Այդ առումով, այո, իրավացի եք, իրանք վտանգ են տեսել, որովհետեւ ինչ են անում իշխանությունները, հա, երբ ինչ որ մեկը փորձում է ակտիվանալ։ Փորձում են կապել իրենց իսկ այդ բնութագրիչ բառով նախկինների հետ կամ որևէ ինչ որ քաղաքական թիմի հետ, հա, իմ դեպքում դա ուղղակի չստացվեց իշխանությունների մոտ, որովհետև ես երբեք չեմ եղել, չէի այդ պահին ու ոչ մի այտենց ուժեղ աֆիլիացիա չկար։ Դրա համար գործել լրիվ այլողությամբ, խուլիգանություն եւ այլն, չգիտեմ, այդ հոդվածների մասով ինչ որ այլ ընթացք ստացավ, բայց ուզում եմ այստեղ շեշտել, որ իմ քննադատությունը իշխանության ներկայացուցիչներին երբեք այտենց ինչ որ ուղղակի Facebook-յան ինչ որ միտեղ լսած ստատուսի կամ տեսանյութի մակարդակով չի եղել։ Ես փաստերով հիմնավորում եմ, թե ես ինչի համար եմ քննադատում այդ իշխանություններին, նաև օրինակ դատական նիստերից մեկի ժամանակ ա եղել, երբ այդ հարց պատասխանները ինձ հարցաքննում էին, հստակ նշել եմ, թե ես ինչու չեմ կիսում իրանց քաղաքականությունը, թե ես ինչու եմ քննադատում, թե ամենապարզ օրինակը բերեմ, որ 2021 թվականի
ծրագրով նախընտրական իշխանությունները խոստացել էին Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա։ Դեռ մի կողմ եմ թողում այլ հարցերը, իրենց ծրագիրը, որ շատ պրոհայկական էր եւ այլն եւ այլն եւ այլն։ Ուղղակի օրինակներից մեկն է բերել, իսկ օրինակները բազմաթիվ են։ Խոստանում են Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա, ինչ են անում, 1 տարի հետո գնում են Իմջալից այս նույն եվրոպական քաղաքական համայնքի առաջին, չէ, գագաթնաժողովներ կարծեմ 22 թվականին Պրահայում գնում եւ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականություն Լեռնային Ղարաբաղով, ինչը երբեք չի եղել։ Ու շատ նմանատիպ բաներ կան, բնականաբար ես որպես քաղաքացի, որպես անդիմադիր իրենց հայացքներ ունեցող քաղաքացի, պիտի այո, թիրախավորեմ քննադատության բանով թիրախավորեմ եւ քննադատության ենթարկեմ իշխանություններին եւ չհամաձայնեմ եւ փորձեմ պայքարել իմ պատկերացրած հայրենիքի համար։ Շատ կարևոր է խոսել հանրային վերաբերմունքի մասին եւ հանրային աջակցության մասին։ Արդեն քանի օր է լեգենդար հետախույզ Սկանդազը Արթուր Ավանեսյանը հացադուլ է իրականացնում բանտում եւ ցավոք ես չեմ տեսնում հանրային այնպիսի աղմուկ, որը պետք է համարժեք լիներ այս իրավիճակում։ Հասկանալի է օրակարգերը այնքան խիտ են, դաշտը այնքան ողողված է, որ ուշադրության համար պայքարնել անչափ մեծ է, օբյեկտիվ գուցե պատճառներով պայմանավորված ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ չեն կարողանում սրա վրա մեծ ուշադրություն սևեռել, բայց սա խիստ ցավալի է, որովհետև անօրինականության ենթարկվող մարդկանց համար խիստ կարևոր է հանրային աջակցությունը եւ ուշադրությունը, որովհետև դա որոշ իրավիճակներում, որքան էլ որ մենք գործ ունենք օկուպացիոն վարչակարգի հետ, որոշ իրավիճակներում դա կարողանում է թեկուզ աննշան, բայց ազդել։ Տեսեք, ես երբ արդեն այդ ամբողջ դժոխային մի քանի օր անցել էր եւ ինձ տնային կալանքի ուղարկեցին, դրանից հետո բազմաթիվ տեսանյութեր եմ տեսել, հարցազրույցներ եմ լսել, այդ 2-3 օրվա հետ կապված, հա, իմ ընկերները, ինձ ծանոթ հասարակական, քաղաքական գործիչները, ուղղակի քաղաքացիները, ովքեր լսել էին դեպքի մասին, հա, եկել էին թե քննչական կոմիտեի դիմաց այդ օրերին, թե Շենգավիթի դատարանի դիմաց, որտեղ պիտի հենց առաջին նիստը լիներ, հա, կալանք տալ կամ չտալու։ Տեսեք, իմ մեջ ոչինչ չէր փոխվելու, եթե անգամ այդքան մարդ չգային, բայց երբ տեսնում ես, որ այդ աղմուկն է բարձրացել, այդքան մարդ աջակցում են, այդքան մարդ սատարում են, այդքան մարդ կիսում են քո մտքերը, ավելի ներքուստ համոզում է գալիս, որ ոչինչ սխալ չես անում քո պայքարի ճանապարհին ու ավելի ստիմուլ է տալիս ավելի լայն թափով պայքարը շարունակելու։ Վերադառնալով Կանդազին, հա, Արթուր Ավանեսյանին, այո, շատ ճիշտ եք նկատել, ես 2 օր առաջ ընկերներից մեկի հետ հենց այդ թեմայով խոսում էի, որ շատ ցավալի է, որ կարծես այն աղմուկը չի բարձրանում, որը պիտի բարձրանա, որովհետև անկախ այն բանից, մի կողմ թողնելով, հա, թե որ քաղաքական թիմի մասա հիմա լեգենդար հետախույզը իդեպ այդ թիմի հետ կապված ես ինքս էլ որոշ հարցեր ունեմ, բայց այդ մարդ է, ով շատ լուրջ ավանդ ունի բանակաշինության գործում, այսինքն 90-ականների դեռ այդ կռվից ու հաղթանակից սկսած, հա, լուրջ, ես ինքս ծառայել եմ Արցախում, հա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 12-14 թվականներին, ես որպես զինվոր լսել եմ իր մասին լեգենդներ, որի անգամ եթե 100%-ը չէր ճիշտ, հաստատ առնվազն կեսը ճիշտ էր, իսկ այդ կեսը այն էր, ինչը հաստատ պատկառանք էր ներշնչում իր անձի հանդեպ ու չպիտի այս հարաբերական լռությունը լիներ, ինչը կա այսօր, կարծում եմ ամեն դեպքում մարդիկ վախենում են բարձրաձայնելուց, վախենում են տեսախցիկների առաջ երևալուց, ինչը սխալ եմ համարում, պիտի կարծում եմ աշխատենք բոլորս այդ ուղղությամբ մարդկանց հասկացնելու համար, որ պետք չի վախենալ, որովհետև մեկ դեպքով վախենանք, 2 դեպքով չբարձրաձայնենք, շարունակական ելնելու ու ի վերջո մեզ հասցնելու են հայրենիքի այս հատվածի կորստին նաև փաստացի։ Հարցազրույցի սկզբում դուք շատ պարզ ձևակերպում տվեցիք, իմ պայքարը այն պարզ պատճառով է, որ ես սիրում եմ իմ հայրենիքը։
Իմ ձեռքին ձեր գիրքն է, որը ընդամենը րոպեներ առաջ հայտնվեց իմ ձեռքում, շնորհակալ եմ, 44-օրյա պատերազմ, չպատմված պատմություն։ Ինձ կհասկանան միայն այն մարդիկ, որոնք գիտակցում են հայրենիքի կորուստը, հատկապես նրանք, ովքեր եղել են Արցախում։ Ես նաև հստակ գիտակցում էի, որ կապիտուլյացիայով բոլոր գիտակից ազնիվ հայրենասեր մարդկանց համար սկսվում է պայքարի մի նոր ու գուցե ավելի երկար, ավելի դժվար, ավելի դաժան ու ավելի ցավոտ փուլ։ Բայց կարծեք գնալով ավելի ու ավելի քիչ մարդ է պատրաստ այդ ցավոտ ու դաժան փուլով անցնելու։ Ինչու է կարևոր չհիասթափվել ու հետ չկանգնել։ Իդեպ դուք նաև կամավորագրվել եք պատերազմին, որպես կամավոր եք մասնակցել։ Պատմությունը ցույց է տվել, որ քանակը չի բերում փոփոխություն, որակն է բերում փոփոխություն։ Այսինքն քչաթիվ, բայց որակով անհատները, մարդիկ, ովքեր իրենց մեջ կրում են, այդ որքան այսօր ծաղրանքով են շատերը արտահայտում այդ հայի գենը ու ունեն պատմական հիշողությունը, ու հայրենիքի զգացումը, զգում են իրենց արմատները այս հողում, ես վստահ եմ, որ այդ մարդիկ են բերելու մեր հայրենիքին փոփոխություններ ու ապագա հաղթանակներ։ Ես ուզում եմ լինել այն մարդկանցից, ով թեկուզ միլումայի չափով իր ներդրումը այդ գործում ունենալու է։ Ընդամենը այդքանով է կարևոր չհիասթափվել ու շարունակել։ Բացի նրանից, որ ես մտածում եմ, որ այդ որակական փոքրամասնությունն է բերելու, փոփոխություն ու ապագա հաղթանակներ, ես նաև մարդ եմ, հայ եմ, այսօրվա Հայաստանի քաղաքացի եմ, երիտասարդ, ում արմատները հորական կողմով գնում են Արևմտյան Հայաստան, Մուշ ու Ալաշկերտ։ Իսկ մորական կողմով իմ արմատները Արցախից են, պատմական հյուսային Արցախից, մայրս 92 թվականի հունիսի հռչակորձով օպերացիայի ժամանակ է բռնագաղթել։ Ես այո, նաև մասնակցել եմ 44-օրյա պատերազմին, որի ժամանակ հազարավոր լույս տղաներ ենք կորցրել։ Ինձ հասակակից, ինձանից մեծ, ինձանից փոքր շատ դեպքեր են, որոնք դեռ ոչինչ չէին հասցրել ապրել։ Ես օրինակ 26 տարեկան էի այդ ժամանակ, ինչ որ բան արդեն ապրել էի։ Ես արտասահմանում աշխատել էի տարբեր երկրներում արդեն այդ ժամանակ այդ տարիքում, Հայաստանում տարբեր տեղեր, չգիտեմ, աշխատել, շրջապատ եւ այլն, այսինքն այդ ինչ որ մի բան ամեն դեպքում ապրել էի։ Ես երբ ինքս ինձ հետ մենակ եմ մնում, չեմ ուզում շատ պաթոսային լինի այս պահը, բայց ասեմ ամեն դեպքում, ես ինքս ինձ հարց եմ տալիս. ինչի համար եմ ես օրինակ հետ վերադարձել, չլինելով ոչ մեկից ավելի լավը, վստահաբար, թե գիտելիքով, թե չգիտեմ, լեզուների իմացությամբ, այլ բաներով շատ ավելի լավ տղաներ ենք ունեցել, ովքեր զոհվել են 44 օրյային։ Բայց ես մտածում եմ, եթե իմ արմատները գնում են Արևմտյան Հայաստան, պատմական հյուսիսային Արցախ, եթե ես եկել եմ հասել եմ այսօրվան, եթե ես գնացել եմ կռիվ ու չգիտեմ ինչպես հետ եմ եկել այդ կռվից, շատ հեշտությամբ կարող է ես էլ չգալ։ Ուրեմն ինչ որ առաքելություն ունեմ ամեն դեպքում, էլի, ու վերադառնալով այդ իմ ասացին, ուզում եմ այդ միլումայի չափով գոնե իմ ներդրումը ունենամ մեր հայրենիքի հզորացմանը։ Շնորհակալ եմ։ Ես շնորհակալ։